պատվեն ԿՊ վարչության նիստերում էր Նիկոլ Փաշինյանը նույն լեքսիկոնով նույն սպառնալից տոներով դիմագիստների անմեղության կարգվածը շատ ժամանակ նաև խախտելով եւ երեք նաև հայտարարվեց, որ օրինակ որ գյուղ գնում են, ասում են ինչի է ինչ մարդը նստած չի, ինչի է ինչ մարդը նստած չի, օրինակ այդ մարդկանց անուններում լինում են ԿՊ-ականներ, որոնց անունները եւ սպառվում են կոմիսիայով եւ ընդհանուր առմամբ ինչ գնահատական կտակ 3 խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, այդ դիմադիրներին ԱԱՑ պատվալները լցնելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը երբեք չի խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը եւ բազմաթիվ անգամ դուք խանգարում եք, հիմա ելույթ եք ունենում, թե հարց եք տվել, որպեսզի ակնկալեք պատասխան։ Երբեք չի այդ կանոնը խախտել եւ այսօր էլ մի ելույթում տողատակով այսպես ասած դրա մասին մի քանի անգամ նշեց, իսկ ինչ վերաբերվում է նրան, որ գյուղ գնում ենք, այդ են ասում, հիմա լավ է վատ է չգիտեմ, բայց դա փաստ է, որ գյուղ գնում ենք, մարդիկ առաջին հերթին ոչ թե ասում են այս ճանապարհը սարքեք, այս ջրագիծը սարքեք, դպրոցը վերանորոգեք կամ այս արեք կամ այն արեք, ասում են ինչի այդ մարդիկ մինչև հիմա կալանավորված չեն։ Հիմա այդ հարց կարծում ինչ պետք է ուղղեք։ Բայց տեղերը կա, որ գնում ես մարդիկ ասում են, այս իշխանությունը օր առաջ պիտի հեռանա։ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարություն է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ի տարբերություն նախորդ բռնապետական ժամանակաշրջանի եւ ռեժիմների հիմա ազատորեն կարող են խոսել այն ինչ ուզում են եւ ազատորեն արտահայտել իրենց կամքը ընտրություններում այնպես ինչպես ուզում են եւ սա փաստ է եւ ես հպարտանում եմ երբ որ մեր քաղաքացիները նաեւ այդպես են խոսում։ Այդ խոսքի ազատությունից օգտվելու է Նիկոլ Փաշինյանը դիմադիրներին անվանում համբալ եւ ձեր նիստերին ունեք դες այդպես համբալ ասած։ Ուրեմն ես կոչ եմ անում դες կոռեկտ ուղղակի պահեք, ուրեմն չէ, ձեզ կարգին պահեք ու կոռեկտ պահեք, սա այո, դուք էթիկայի բոլոր կանոնները դուք խախտում եք, ես ասում եմ, ձեզ պահեք կոռեկտ ու կարգին։ Դե ուրեմն ձեր հարցերին չեմ պատասխանում, որովհետև դուք ոչ շնորհք ունեք, ոչ կոռեկտ եք ձեզ պահում, ոչ էլ կարգին։ Այլ հարցեր կան, Շնորհակալություն։ Նիկոլ Փաշինյանի շնորհքահավատքը շնորհքի շրջանակներում Ուրեմն Հանրապետության վարչապետի արձագանքը շատ ադեկվատ էր այդ իրավիճակի եւ դրա հետ կապված ավել մեկնաբանություններ չունեմ։ Իմ գնահատականը դա է։ Այլ հարցեր ունեք։ Հեղափոխական գաղափարի շրջանակում է, որ ամեն մի ժողովրդի կողմից գողության եւ ավազակության մեջ մեղադրվող չկարողանա ժողովրդի իշխանության ասի ինչ որ մտքով անցնում է ու դրա եթե ասում էլ է պիտի դա պատասխանը ստանա։ Պարզա դա։ Շատ լավ։